bystander effect, կողքից դիտողի ազդեցություն, հայտնի տեսություն հոգեբանության մեջ, որ հավանաբար ծանոթ չէ մեր ծնողներին, ավագ սերնդին։ Պատահել է, որ ինչ-որ միջադեպի կռվի ականատես լինեք ու սպասեք, որ ձեր կողքին կանգնածը միջամտի, հաշտեցնի, զանգի ոստիկանություն, շտապօգնություն, ու այդպես էլ ոչ մեկ օգնության չհասնի։ Նոյեմբերի 10-ին Աբովյանում, երբ օրը ցերեկով առնվազն 1 րոպե տղայական ռազմորկա է եղել նախքան դանակ հանելը, կանգառի մոտ հավաքված մարդիկ ինչու չեն միջամտել, սպասել են, որ իրենց կողքին կանգնածն ինչ-որ բան անի։ Տեսանկարահանող սարքերը ֆիքսել են ինչպես են մարդիկ մի կողմ քաշված դիտում դանակահարության սարսափելի տեսարանները։ Ինչու են Արնաքամ Սարգիսին մոտենում միայն երբ հանցագործները հեռանում են։ Շատերը քշում են մեքենան, արագ լքում հանցագործության վայրը, երբ տղան ուշաթափվում ընկնում է։ Երևի ինքնապաշտպանական բնազդ է արթնանում մարդկանց մոտ, կարծում են մեր շատ հայրենակիցներ, որոնք ժամանակին դատավորներ էին իրենց անհաշտ հարևանների, բարեկամների համար։ Շատերը ցավով ասում են, որ հիմա երևի իրենք էլ այդպես կվարվեին։ Դե բնականաբար մարդը միանգամից վախենում է, շատ հնարավոր է խոճապի մատնվես, չեմ կարող պատկերացնել, թե հետո ինչ կլինի։ Ոչ թե անտարբեր են, այլ չեն միջամտում վախենալով, որ կդառնան զոհ կամ մեղադրյալ։ Ավելի հեշտ է ձևանալ չլսող ու չտեսնող, ասում են մեր հայրենակիցները։ Ես էլ կվախենայի։ Գիտեք ինչի, որովհետև մեր երկրում մենք չունենք դատաիրավական համակարգ։ Եվ մարդը քաղաքացին, որը հույս չունի այս երկրում, իր հարցերի, խնդիրների, խնդիրների լուծումը ստանալ օրենքով, բնականաբար աշխատում են հեռու մնալ նման բաներից։ Մարդիկ անպաշտպան են զգում իրենց պետությունից։ Այն, որ մենք չունենք դատաիրավական համակարգ, այն, որ չկա արդարություն ու քաղաքացին անպաշտպան է, դա ռումբ է երկրի գոյության տակ։ Հետպատերազմական երկրներին բնորոշ են վախը, անտարբերություն, անորոշությունը, նկատում են քրեագետները, բայց պետությունը ավագ ընկերոջ պես պետք է առողջացնի իր քաղաքացիներին։ Հիմնականում բնորոշ է այն հասարակական զանգվածներին, որոնք շատ ստրեսային վիճակում են գտնվում, որոշակի առումով անտարբերություն, այսպես ասած, խնդիրներից հեռանալ, չներքաշվել, ստրեսային մթնոլորտը էլ ավելի չսրել։ Եթե կա ստրես, հասարակությունը համեմատաբար դառնում է ավելի անտարբեր։ Այն, որ կենցաղային հարցերը մարդիկ սկսել են դանակով, ուրիշ զենքերով պարզել, շատ վտանգավոր է։ Ավելի սարսափելի է քրեագետի համար, որ օրը ցերեկով շատերի աչքի առաջ մի շաբաթում 2 դանակահարություն է լինում, մեկը Աբովյանում, մյուսը Երևանում, կյանքի խոսք կրոնական կազմակերպության շենքում։ Ամենաթողությունն է հիմնական պատճառը, որ մարդիկ չեն փորձում զսպել իրենց։ Եթե մարդաշատ վայր է, եթե նախապես ձևավորված դիտավորություն է, եթե անցել է նախապատրաստման պրոցես, արդյոք չպետք է պետական որպես հավաքական մարմին այս մասին գոնե ինչ-որ ձևով տեղեկացված լինել եւ գոնե ինչ-որ հսկողություն իրականացնել։ Այն դեպքում, որ օրինակ Աբովյանում 24-ամյա երիտասարդին դանակահարած 42-ամյա տղամարդը տարիներ առաջ էլ դատապարտված է եղել մեկ ուրիշ սպանության մեղադրանքով, ու տեղեկություն կա, թե նախքան նոյեմբերի 10-ն էլ այդ տղաները Աբովյանում մի քանի անգամ իրար տեսել են, հաշիվներ են պարզել։ Անձանց հետ զրույցներ պետք է իրականացվի, պետք է դուրս գալ փողոցում շրջել, օպերատիվ բլոկը ավելի արդյունավետ դարձնել, որպեսզի օպերատիվ աշխատակիցները տեղեկացված լինեն հնարավոր զարգացումների մասին, քանի որ կանխումը, նախականխումը դա ապագային վերաբերող գործողություն է։ Փողոցներում ավելի հաճախ դանակով շրջող մարդիկ մեծացնում են հանցավորության ռիսկերը Հայաստանում, նկատում է քրեագետը։ Դա չափազանց վտանգավոր է մեզ երկրներում, որտեղ ամենափոքր կենցաղային վեճերը կարող են անդառնալի ողբերգություններ դառնալ։ Գայանե Մովսիսյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։